Հաճախ ես չեմ նկարագրում բառերով, փոխարենը խոսում եմ գրքի նկարազարդմամբ։ Պատճառը ինչու եմ այսպես անում, որովհետև կարծում եմ, որ մեր օրյա երեխաները չեն սիրում երկար տեքստեր կարդալ։ Սա իմ 4 գրքերի կազմերն են, գրքի վրա աշխատելիս շատ բծախնդիր վերաբերում եմ գրքի նկարազարդմանը, որովհետև, ինչպես ասեցի, նախադասություններ կան, որ չեմ գրում, այլ պահում եմ նկարազարդումով ասելուն։ Ուրեմն, երբ որ սկսեցի այս արքայական հեքիաթաշարի վրա աշխատել, երկու ճանապարհ կար, արքայական հեքիաթաշար երկու գիրք կա, որտեղ մետաղադրամն է պատմում, պատմական մետաղադրամը, երկու ճանապարհ կար, մեկը հորինել, որը ինչպես գիտենք շատ հեշտ է, եթե մանկությունը չես կորցրել, անընդհատ կարող ես հորինել, իսկ մյուսը ուսումնասիրել։ Եվ ես ընտրեցի ուսումնասիրման ճանապարհը եւ աշխատեցի գրադարան արխիվներում վերհանեցի մեր ազգային ավանդույթը, գույնը, խորհրդանիշը, հագուստը, ծեսը, երգն ու պարը ու փորձեցի դրանք հյուսել իմ հեքիաթների մեջ, ինչպես ուլունքներ աստղաբույլ գրել եմ կարդամ։ Ուրեմն տեսնում ենք այստեղ իմ Տիգրան Մեծ արքայի նկարն է, դիմանկարն է։ Եվ մետաղադրամի, եւ սա իրական մետաղադրամն է, իսկ սա արդեն իմ գրքի մետաղադրամն է։ Այո։ Շնորհակալություն, գիտեմ, որ գիրքը սիրված է շատ, եւ սա մյուս գիրքն է, նույն հեքիաթաշարի, Արտավազդ արքայի հեքիաթաշարն է։ Ուզում եմ ձեզ պատմել, որքան եմ աշխատել այս գործը ճիշտ ցույց տալու երեխաներին։ Ուսումնասիրել եմ ժամանակաշրջանը, կենցաղը, հագուկապը, մշակույթը, մոդան նույնիսկ, չէ, որտեվ ինչպես հիմա գիտենք ինչ է մոդան, այդպես էլ նախկինում մոդա է եղել եւ ավանդույթը։ Օրինակ, այս նկարը նայելիս դուք միանգամից կարող եք տեսնել կարմիր թաղիքե թագ եւ վստահ լինել, որ Արտաշեսյանների թագը հենց այսպիսին է եղել, կոնաձև, Վահեն ափսոս գնաց անդադ ասում էր ինչ կլինի Տիկին Ջիվանյանին ասա վաղը ասա, որ ես վաղը ցույց տուր ելույթ ունեցի, որ ես տեսնեմ, կհաստատեր, որ կոնաձև կարմիր թաղիքե թագ է ունեցել Արտաշեսյան դինաստիան, որի վրա կան թանկարժեք քարեր, կարմիր գոտիկ, պարտադիր մեր արքան ու Արտաշեսյան արքան ունեցել է կարմիր գոտի, կարմիր կոշիկ, թիկնոցը կոճկված աջ ուսին, արքայատողմի խորհրդանիշը մեջքի հետևում, տեսնում ենք արծիվներին գիսաստղին նայող, գահը զարդանախշ, նման հետագա դարերից պահպանված մեր խաչքարը արվեստին։ Այսինքն ես մտածել եմ այստեղ, չէ՞ որ ինչ որ միտեղից պիտի ժառանգած լինեինք այս քանդակագործության մեջ մեր այդ ասեղնագործ ոճը, հա, իսկ ինչու ոչ, ինչու միթե սա հորինվածք է, եթե մտածենք, որ Արտաշեսյան գահը, որ ափսոս մեզ չի հասել, հենց եղել է խաչքարի նման։ Կարելի էր գրել, եկեք նայենք այս նկարին, հա, ու պատկերացնենք, որ ես երկար գրող հեքիաթագիր եմ եւ այսպես կարող էի գրեի Տիգրան Մեծի հպարտ կեցվածքին վայելում էր պապենական թագը, որի 5 գագաթները երկինք էին խոյանում, ինչպես հայոց լեռների հավերժ գագաթները, թագը կարմիր էր թաղիքե, նրա վրա պատկերված էին 2 հզոր արծիվներ, որոնք Տիգրան Մեծը ինքը արև էր, ասես, ու իր հուր շողերով կարող էր կյանք պարգևել կամ այրել։ Փոխարենը կարելի է նայել այս նկարին եւ տեսնել այդ։ Այսինքն ուզում եմ պատկերացնել, ես ինչքան կյանք եմ դնում եւ ինչքան որոշումներ եմ թողնում նկարին, որ նկարը ինքը խոսի։ Դրա համար շատ դժվար եմ աշխատում նկարիչների հետ, շատ երկար ընտրում եմ նրանց, շատ երկար խոսում ենք, արքայական հեքիաթաշարից նկարիչը Աննա Ամասն է։ Այստեղ տեսնում ենք Տիգրան Մեծին իր զորքի հետ
Ուզում նայեք լեռներին, նայեք հագուստին, միանման հագնված, զրահապատ, կանոնավոր զորք է կանգնած հայոց լեռների մեջ, ոչ մի դեմք չի կրկնվում, եթե նայեք առանձին, իրոք ոչ մի դեմք չի կրկնվում, վահանները փայլուն են, գեղեցիկ, այսինքն տեսնում ենք ինչ նշանակում, ոչ թե ուղղակի, այլ կանոնավոր է, այլ հարուստ են, այլ մաքրասեր են, այսինքն դու զգում ես, թե ինչ բանակի մասին է խոսքը, չէ, ոչ թե այլ նույն գլխարկով են եւ փայլուն են եւ մաքուր են, ձեռքներին Արտաշեսյանների դրոշներ կամ փողփողուն, արքայի հագուստը ասես անառիկ ամրոց լինի, նա այս տեսարանում դիմում է իր զորքին, ողջ բնությունը նույնիսկ շունչները պահած լսում է արքային։ Այս հետաքրքիր երեխաներ դպրոցներում շատ են բեմադրում հենց այս պահը, որտեվ արքան խոսում է իր զորքի հետ եւ մի խոսքով անցնեմ առաջ, բայց վստահաբար ասեմ, որ շատ սիրված պահ է գրքում այս պահը։ Հիմա այս իմ սիրած պահն է, որտեվ գրքում հեքիաթում չեմ կարող սրա մասին գրել, այ առաջի անգամ պատմում եմ։ Նայեք, քանի որ իմ գրքում մետաղադրամն է պատմող հերոսը, ինչու է հեքիաթ, չէ որ փաստերը ես վերցնում եմ իրական պատմությունից, բայց հեքիաթի ձևով եմ պատմում։ Ինչու հեքիաթ, որովհետև գլխավոր հերոսը մետաղադրամն է, որը հատվել է տվյալ արքայի օրոք եւ մեզ պատմում է հեքիաթը։ Ուրեմն այս մեր Տիգրան Մեծի մետաղադրամը այնքան է ճամփորդում ու ամբողջ ճամփորդության ընթացքում երազում է, որ պետք է մի օր տեսնի Տիգրան Մեծին, արքայից արքային, եւ վերջում ամենահեքիաթի ամենավերջում ինքը կարողանում է հասնել իր երազանքին, այն էլ արծիվի թևին, արծիվ իրեն վերցնում է եւ թռնում է, այն էլ գալիս է արծիվը եւ Տիգրան Մեծի ձեր բազուկին է, չոնչերը դնում է ու այսպես կանգնում է։ Թվում է թե հորինվածք է, ոչ, արփին չի հորինել, ժողովուրդ ջան։ Նայեք, այս հին մետաղադրամը, տեսնում եք, չէ, արծիվը, Տիգրան Մեծը կանգնած, այսպես կանգնած է, ձեռքը այսպես է արած, թռչուն է, այսինքն ես չեմ հորինում, միգուցե նկարը շատ վատն է, բայց այս մետաղադրամը պահվում է, այո, պահվում է մեր կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում, ցանկացած մարդ կարող է գնալ տեսնել, որ երեխաներին միշտ պատմում, ասում երեխեք ջան, ես չեմ հորինում, այո, այս ամենը ես մի տեսակ լսում եմ մետաղադրամից ու փորձում եմ այնպես անել, որ դուք նույնպես զգաք, դուք նույնպես ընկալեք։ Եկանք իմ սիրելի Արտավազդ արքայի ամուսնության պահին, նայեք, հագուստի երկար նկարագրությունից խուսափելով, տեքստային հատվածում այն նկարազարդվում է իմ առաջադրանքով նկարչի երևակայությամբ։ Եկեք տեսնենք ինչ եմ առաջադրել նկարչին Աննա Ամասին։ Կախարդանքը տեսնում ենք վրձնահարվածներով, չէ, սենց բարակ գծեր է արել եւ կլորիկներ, հավքերն էլ են տալիս կախարդանք նկարին, ճիշտ է, գույն, բավիղային հյուսվածքը, սերը տեսնում ենք նայվածքում, ձեռքը բռնելու մեջ, հավերժությունը տեսնում ենք մի տեսակ էլի խաչքարային մոտիվ կա, չէ, իր մեջ, այս կամարի մեջ, հավերժություն, քանդակային նախշազարդ կամար, դալար բուսականություն։ Ոսկի, որոշեցինք դուրս գալ ճշգրիտ գույնից, քանի որ գիտենք, որ Արտաշեսյանները ոսկե գույն չէին, այլ կարմիր էին, բայց որոշեցինք այս անգամ դուրս գալ եւ օգտագործել ոսկին։ Քնքշանք, տղամարդու կնոջ ձեռքը բռնելու ձևքը, հավքի նայելը, աղջկա մազերը, քամին, աղջկա շորի կտորը ընտրված, այս ամեն ինչն էլ արդեն քնքշանքն է, որ այո Այո, իհարկե ճիշտ եք։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, վստահ եմ շատերը բոլորդ գիտեք, Նեմրութ լեռան որմնակ քանդակն է, որը Նեմրութի արքան Անտիոքոսն է, բայց իր մասին գիտենք, որ ինքը հայկական արմատներ ունի եւ կրում է նույն հագուստը, ինչից գիտենք ամենաշատը դրանից, որ նույն հագուստը ինչ մեր Արտաշեսյան թագավորները։ Եվ իմ Արտավազդ արքային նայեք եւ կտեսնեք, որ լիովին պահպանվել է եւ թիկնոցը կոչկելը, եւ այս հատվածը, եւ շորերը։ Հիմա պատկերացրեք, որ արքան այս հատվածում գրքիս մեջ արքան նայում է իր հայրենիքին ու ասում է իմ պապերի, իմ ծորների հայրենիք, սիրում եմ քեզ, եթե շրջվի, նույն հագուստով կլինի, չէ՞։
Ահա արտավազդ արքայի մետաղադրամն ենք կրկին տեսնում, որը կրկին մեր թանգարաններում կա, սա իրական մետաղադրամն է։ Տեսեք, այստեղ վերականգնել ենք արդեն գրքի մեջ, որոշել ենք ականջող եւ վզնոց չանել, որովհետեւ մտածեցինք, որ մեր երեխաներին հիմա մի քիչ պետք չի, չգիտեմ, որոշեցինք չանել ականջող եւ վզնոց։ Եվ այստեղ իր կարգով հաղթական երեք ձյանի կարգով հաղթական այդ իր ինչն է ընթացքը, որը նույնպես վերականգնել ենք։ Ահա, հիմա ուզում եմ ձեզ պատմել իմ գրքերի խորհրդավոր տիկնանց մասին։ Մեկը արտավազդ արքայի գրքից է, ծառ ձեռքերով կինն է։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք հագուստին, որ կրկնվում է նույն մոտիվը, ինչ որ արտավազդ արքայի հագուստում էր, այսինքն կարծես թե հագուստով ես ուզում եմ ասել, որ սա սովորական կին չէ։ Իսկ այստեղ Տիգրան Մեծի քրմուհին է։ Քրմուհին մեծ գունավոր քարերով 7 մատանի ուներ մատներին, իսկ կնճռոտ մաշկին դաջված գրվածքներ։ Թվում էր, եթե հարթեցնեիր մաշկը, մի մեծ կախարդական վեպ կկարդայիր։ Այսինքն ուզում եմ ասել, որ ահա, կարծես թե հագուստի փոխարեն ես վեպ եմ իր մաշկին դաջել։ Կարելի էր sense ինչ որ երկար նախադասություններ գրել, չէ, բայց ես պատկերացնում եմ, որ երեխային տեղ է հասնում մի բան, որ մեր նաև հենց մեր այսօրվա թեման է, չէ, որ միտեղ եղեգ են հագցնում, միտեղ եղինչ, ես էլ վեպ եմ հագցրել տիկնոջը, այսինքն չգիտենք իր կյանքը ինչքան լի է եղել, որ մի ամբողջ վեպ է գրված եւ հետաքրքիր է, եթե հարթեցնեիր, արդյոք ինչ կկարդայիր։ Սա իմ սիրած տեսարաններից մեկն է, երբ որ արտավազդ արքային եւ սիրած չէ, տխուր տեսարաններից մեկը, երբ որ արտավազդին եւ կնոջը պատմությունից գիտենք, որ գերեվարում են եւ սիրում եմ այս նկարը, նաև սիրում եմ տեքստը, ինքս ինձ թույլ եմ տվել տեքստ եմ գրել, ճերմակ հանդերձներ հագավ այդ առավոտ արտավազդ արքան եւ ճերմակ հանդերձներ հագավ կինը նրան։ Զգեստների վրա հայ կանայք ոսկե թելերով նախշեր ու հմայիլներ էին ասեղնագործել ողջ գիշեր։ Կարմիր մույկեր հագավ արտավազդ արքան ու արքայի կինը նույնպես։ Ոտնամանների վրա հայ կոշկակար վարպետները ոսկե թել ժապավեններով մեհենական չարխափան պատկերներ էին դաջել։ Հռոմեացիները շղթայակապ արեցին արքայի սումերաթագուհուն եւ սկսեց մեր դժոխային ընթացքը։ Քայլում էինք մեծ հայքի փողոցներով, ամեն մի ակնթարթը հավերժություն էր թվում։ Երկար էինք քայլում։ Հազարավոր մարդիկ հավաքվել էին ճամփեզրին ու տխուր լալիս էին։ Ուզում եմ նաև ուշադրություն դարձնեք մարդկանց հագուստին, պատկերից հասկանում ենք, որ հայեր են, ինչով ենք հասկանում, որտեվ նույն նախշի մեջ ենք դրել, նկարիչը որոշել է նույն նախշի մեջ դնել, որ ասենք, որ տեսեք, մեկը դարբին է, չէ, մեկը ոնց որ մեկը լալիս է, այս մի կինը ավելի աղքատ է նա, բայց միևնույն ժամանակ իրենք նույն նախշով են նկարված, այսինքն այո, նույն էսթետիկայի մեջ են, նույն հայերն են։ Անցում կատարեցինք իմ Արևի համբուրած Շուշին գրքից աղջկան, մի հատված ունեմ, ուր է գիրքը հազարան Շուշին, կարող եք այդ էջը բացել, ինչ որ ձեր կողքիններին ցույց տալ, եթե հետաքրքիր է։ Աղջիկը թռչում է հազարան հավքի թևին եւ հաջորդ պատկերում ինքը հազարան հավքի գույնի զգեստով է։ Աղջիկը թռչնի գույնի զգեստով նախ մարմնավորում է հավքի գաղափարը, ապա ապրում է այն ներսից։ Փոփոխությունը սկսվում է հագուստից եւ ավարտվում ներաշխարհում, որտեղ ինքը ազատ է եւ ճախրել գիտի։ Այսինքն հեքիաթում ինքը սկսեց ընկնել հատված Արևի համբուրած Շուշին հեքիաթից, մեկ էլ հանկարծ կախարդական հավքն անհետացավ։ Խեղճ աղջիկը մութ երկնքից սկսեց գահավիժել ներքև։ Մի ակնթարթ շատ վախեցավ եւ պինդ փակեց աչքերը։ Մյուս վայրկյանին զարմացած նկատեց, որ իր զգեստը անհետացած հավքի փետուրների գույնը ունի։ Ձեռքերը տարածեց օդում եւ թռավ։
Անվաղ թռչելով աստղազարդ երկնքում զրնգուն ծիծաղեց, իրար խառնեց աստղաբույլերը եւ աստղերով գրեց ճանաչել զիմաստություն եւ զղրատ։ Զղրատ։ Գիտեմ, որ սխալ եմ ասում, մի հատ էլ ասեք։ Զղրատ։ Հազարան հավքի շորեր հագնելիս հետո աղջիկը հեքիաթում փոխվում է ներքուստ։ Հրաշահավքի շոր հագնող Շուշին հեքիաթում դառնում է 100 տղաների ուսուցչուհի, իսկ հետո առաջնորդելու է տղաներին վտանգի ժամանակ։ Այո, ես կարծում եի, որ հենց այսօրվա հետ շատ մեծ կապ ունի, որովհետև նաև հագուստի ուժի շնորհիվ աղջիկը իր մեջ կարողանում է նոր շերտեր բացահայտել, նոր ուժ գտնել։ Ուրեմն կորյունն է, երեխաների է բերել Մեսրոպ Մաշտոցի մոտ, ուսուցչի մոտ, եւ այսպիսի մի տեքստ կա հեքիաթում, որ ասում է ծնողները ամենահայերն իմացել էին, որ Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայից վերադառնալով մեկնել է Արցախ առաջին դպրոցը կառուցելու։ Այո, ամենաանհամբերները իրենց երեխաներին լողացրել էին, նոր շորեր հագցնել, մազները սանրել, լավաշի մեջ պանիր ու տհալ փաթաթել երկար ճանապարհին ուտելու համար, ճակատները համբուրել ու ճանապարհել ուսման։ Այստեղ տեսնում ենք, որ նոր շորեր հագնելը հաճախ ընկալվում է նոր կյանքի հետ։ Նոր կյանքի սկիզբ, ոչ միայն հեքիաթում է այսպես, այլև մեր մշակույթում, այո, զորինակ ամանորը, որ ամանորին այսպիսի ավանդույթ ունենք նոր հագուստ կրելու։ Եկեք ձեզ պատմեմ իմ նոր գրքի մասին, որտեղ նորից շատ ուշադրությամբ հետևում եմ հագուստներին։ Նոր, կներեք, անպայման պետք է նշեի, որ Շուշիի նկարչուհին Այդա Հեքիմյանն է, թե չէ հանկարծ որ իմ նկարիչները իմանան իրենց անունները չեմ ասել, շատ տգեղ կլինի։ Այստեղ Արփեն Բարոյանն է։ Ուրեմն հիշելու իրապատում հեքիաթներ, ինչ եմ արել, շատ ուշադիր կարդացել եմ մեր մեծերի կյանքը, կենսագրականները եւ 2 էջով, 3 էջով հեքիաթի միջոցով փորձել եմ երեխաներին պատմել տվյալ մարդու մասին։ Կոմինտաս Թումանյան, Գարեգին Սրվանստյան, Տրթատ ճարտարապետ, Մոմիկ, Լուսիկ Ագուլեցի, Սահական Դուխտ եւ Խոսրովի Դուխտ Ղազարոս Աղայան։ Սա կազմն է, բայց կազմը ընտրված չէ, այս հենց այնպես ուղակի փորձեր ենք անում։ Մտածեցի, որ հետաքրքիր կլինի, սպասում էի, որ Լուսինեն այստեղ լինի եւ Հովանես Թումանյանին տեսնի, բայց հիմա տեսնենք ինչ եմ անում ես հեքիաթը հաջող Ճիշտ եք ասում, հա, ուղղակի այդպես մտածել եմ, որ ով որ ինձ հոգեհարազատ է այդ պահին եւ մտածել եմ, որ եթե գիրքը սիրվի եւ պահանջարկ լինի, շատ Մեսրոպ Մաշտոց կանեմ, Շիրակացի, շատ կշարունակեմ ու անպայման ուզում եմ ասել, որ մի հատ շատ հայտնի կողքին, անպայման ուզում եմ օրինակ Խոսրովի Դուխտին եւ Սահական Դուխտին հիշենք, որտեւ իրենք շատ կարեւոր բան են արել հայոց համար, բայց իրենց անունը մեր երեխաները չգիտեն։ Ուզում եմ ձեզ պատմել ինչ եմ անում, նայեք տվյալ ժամանակաշրջանի ուսումնասիրություն, հերոսի բնակության վայրի մշակույթի ուսումնասիրություն, կենսագրական նյութերի ուսումնասիրություն։ Այս նկարին նայելով գիտակ մարդը կհասկանա ում հեքիաթն է։ Ուզում եմ գրել եմ Գորգ եւ Սափոր, Գորգին եւ Սափորին նայելով կարող եք ասել ում հեքիաթն է։ Կոմիտաս, որովհետեւ այս Գորգը մինչեւ հիմա պահպանված է Կոմիտասի թանգարանում, իսկ Սափորը Կյութաղյայի խեցեգործությունը։ Տեսնում եք, սա Կոմիտասի Սափորն է, սա իր Գորգն է, սա Թեհլեմեզյանի նկարն է, Թեհլեմեզյանի խեցեգործություն է, նայեք այս գրքիցս նկարազարդում է, մետաքսե շալ է եւ նույն Այո, եւ այս կլորիկները նույնիսկ կողքի եզրերի վերցրեցինք Կյութաղյայի այս շալից։ Նայեցի տեսա, որ այսպես կլորիկներ ունի,
Եվ մտածեցի, որ իրան պետք է պահպանել ու մեր այսօրվա գրքի մեջ հասցնել երեխային ոչ միայն սափորը, ոչ միայն պատմությունը, ոչ միայն գորգը, այլ նաև նույնիսկ այդ մանր կետիկներով այսօրվա երեխային պատմել այս մասին։ Ուրեմն սա Կոմիտասն է եւ հատված հեքիաթից։ Նրա արևից խամրած կարմիր շապիկը, հագին փոքրացող կապույտ վարտիքը, զոլավոր բրդե գուլպաները, մաշված կոշիկները շատ էին տարբերվում այս միջավայրում։ Հագուստի նկարագրությունը Կոմիտաս վարդապետինն է։ Այսինքն պատկերացրեցիք, որ ես չեմ հորինում, այլ շատ ուշադիր ուսումնասիրում եմ եւ գտել եմ, որ Կոմիտաս վարդապետը պատմել է ինքը ինչ գույն է հագած եղել այդ օրը, երբ որ գնացել է Վաղարշապատ։ Նախշազարդ բարձրադիր աթոռին նստած էր կաթողիկոսը, խիստ եւ վեհաշուկ իր հագուստով, խուճուճ ալեխառն մորուքով, խորն ու դատող հայացքով։ Սա ընդամենը ուզեցի ցույց տամ ձեզ երևի, որ հագուստին դրել եմ խիստ ածականը, այսինքն ոչ թե նկարագրում եմ, որ սև էր, երկար էր, բան, այլ երեխայի աչքով, չէ՞ որ Կոմիտասը երեխա է, որ առաջի անգամ մտնում է Էջմիածին, խիստ բառն եմ գրել, իր աչքով տեսել եմ այդ սև սքեմը, որ կաթողիկոսի հագին էր այդ օրը։ Հովհաննես Թումանյանի մանկությունն է, ուրեմն գլխարկի պատմությունը ձեզ պատմում եմ։ Նկարազարդողս ուղարկեց ինձ այսպեսի նկար։ Իսկ Նվարդ Թումանյանի մոտ հստակ գրված էր, որ տղան մորթե Հովհաննեսը մորթե գլխարկ է կրել փոքր ժամանակ։ Դրա համար ես ասացի, ախր Արփեն ջան, պետք է գլխարկ ունենա մորթի եւ ինքը ուղարկեց սա։ Ուղարկեց սա, ասացի, բայց մի վարքյան, ախր սա նման չի էլի իսկական մորթե գլխարկի եւ այս նկարը գտա համացանցում եւ ուղարկեցի իրան ու արդյունքում մենք ունեցանք Թումանյանի արդեն գառան մորթու գլխարկով։ Ուրեմն հատված Նուարդ Թումանյանի բանից հիշատակումից, որը հուշերից, որը իմ հեքիաթում հանդիպում ենք։ Կարմիր շապիկով, մորթե գլխարկով, մաշված տրեխներով, կարմիր այտերով Հովհաննեսը մի ամառ քաղաքից իրենց գյուղ հանգստացող եկած հյուսերով աղջկա ձեռքին գունավոր մատիտներ տեսավ։ Սա իմ հեքիաթից է, որտեղ տղան երազում է գունավոր մատիտներ ունենալ ու փոխարենը սկսում է նկարել բառերով, որտեղ մատիտներ չուներ, բառերով է սկսում նկարել։ Ուզում եմ ձեզ ցույց տալ, այո, 3 րոպե, հա, Հովհաննես Թումանյանի մորն ենք նկարել, սա իսկական իր դիմանկարն է եւ սա, այո, եւ սա քույրիկն է, Սոնան է։ Եվ սա, այո, եւ սա քույրն են, մտածեցինք, որ ինչքան նման է, չէ՞, փաստորեն Սոնա մայրիկը երևի այսպեսին է եղել եւ այսպես է հագնվել։ Գարեգին Սրվանտյանին, նայեք, փորձում ենք նմանեցնել, սա իր մանկությունն է, փորձում ենք նմանեցնել, երեխաների համար մտածում եմ, որ միգուցե այդ վեղարի փոխարեն եկեղեցի դնենք, որ երեխային հասկացնենք, հետո որոշում ենք, որ սխալ ուղղությունով ենք գնացել, հիշում ենք, որ եպիսկոպոսը պանակ է կրում, ոչ թե խաչ, եւ փոխարենը հանում ենք գլխից իր վեղարը, հա։ Խրիմյան հայրիկն է, նայեք էլի փորձել ենք գույնը վերցրել ենք Վարդգես Սուրենյանցի կտավից, փորձել ենք դեմքը Գարեգին Սրվանստյանի հետ հանդիպումն է, փորձել ենք դեմքը նմանեցնել, նայեք տեսեք քիթիկը ինչպես է, այստեղ դուրս չի գալի, ասում եմ փոխում ենք, խալին վերցրել ենք էլի Խրիմյան հայրիկի ոտքի խալին կախել ենք պատին, գույնը շորեի պահպանել ենք եւ գլխին խուճուճներ են ավելացել, գիտեք ինչու՞։ Որտեվ պարզում եմ, որ ընդամենը 20 տարի է նրանց միջև տարբերությունը։ Սկզբում մտածել եմ, թե եթե նա արդեն շատ հարգված է, արդեն շատ ճանաչված է, բոլորը արդեն հայրիկ են ասում, ուրեմն կարելի է նրան ճաղատ անել, պարզվում է ճաղատ չի, տարիքով շատ ավելի Այստեղ մի հատ արագ անցնեմ, սա այդքան կապ չունի մեր հետ, բայց Այա Սոֆիայի հրեշտակն է, որ գիտեք, որ դեմքը փակել են հիմա, արգելված է այդ Այա Սոֆիայում եւ մենք բացում ենք իմ գրքի մեջ հատուկ նրա համար, որպեսզի երեխաները տեսնեն
սերով բեներին, որոնք մաքրագործում են աշխարհը եւ սեր են պարգևում։ Եվ Ղազարոս Աղայանն է իմ սիրելի, նայեք նկարը ուղարկում է նկարազարդողը, ես ասում եմ ախր լուրջ է, չի ժպտում։ Եվ տեսեք նա սպիտակ վերնաշապիկով է, ինչ հետաքրքիր է, այդ ժամանակ, երբ որ լվացք անել է այդքան հեշտ չէր իջքար մեր օրերում, նա հագել է սպիտակ, օսլայած վերնաշապիկ, ոնց կարող ենք մենք իրեն թողնել առանց սպիտակ վերնաշապիկ եւ անպայման սպիտակ վերնաշապիկը տալիս ենք եւ խնդրում եմ նկարչից, որ Աղայանը ժպտա, որովհետեւ ուզում եմ, որ ինքը ժպիտով հիշվի մերօրյա երեխայի մոտ եւ սրտիկ կրծքազարդ ենք տալիս, գիտեք ինչի համար, որտեվ նա սիրահարվող էր, Աղայանը ահավոր սիրահարվող, նման իմ գիրքը մանկության մասին է, շատ սիրահարվող երեխա է, Մայիկո անունով մի աղջիկա այնքան է սիրահարվել, այնքան է սիրահետել, մինչև հոր կողմից մի լավ քոթակվել է։ Աղայանի սերը ձեզ վերջացավ, շատ շնորհակալություն։ Տիկնամեցին, որ անապատպես առաջ են մղում, ես Արտաշեսի գիշում, որովհետև ամեն դեպքում թերևս միգուցե եմ խաղար, Արտաշեսը շատ ավելի պետական մտածելակերպ։ Այո, այո։ Այն հողահատկացումներով, հողաբաժանումներով, այդպես է։ Այդպես է։ Նայեք։ Այն իրան արտված վերջաբան, ամենքան այսպես իմից հանգ է։ Հա։ Արտաշեսը Արքայական հեքիաթաշար եմ սկսել, այսինքն բաց է, Արտաշեսի համարել է բաց տեղը, Կիլիկիա եմ գնալու դեռ, Լորվա թագավորություն եմ գնալու, այնպես որ սենց շարքը, եթե մետաղադրամ ունի տվյալ արքան հատված, գալու է։ Որտեղ ամեն դեպքում շատ նախանձով եմ նայում իրանական մշակույթի հետ։ Մեկ բան, որ ուզում ես թեկուզ համակամություն Այո, ցավալի բան։ Ես երբ որ սկսեցի այս գործը անել, գնացի ազգային գրադարան ու ասացի մեր արքայական գրքերը կտակ ինձ, սս նայեցին վրաս, ու ես չեմ հավատում, որ ասում եմ, չէ, երևի ասում եմ դուք չեք բաժանում, բայց ոսկե ֆոնդում ունեք, տենց պատկերացնում եմ, որ ինչ որ միտեղ մեր արքաների մասին ինչ որ գրքեր ունենք, ոսկե գիր, ու ասում այդ ուզում եմ տեսնեմ, էլի դու մի ասա չունեինք, սենց շատ ապշել էի։ Չէ, օգնում է, ուղղակի ինձ թվում էր մի քանի դար առաջից եկած նույնիսկ այսպես սենց շատ հնամենի ու թանկարժեք գրքեր եմ տեսնելու էլի։ Հարցումները։ Լրացում էի ուզում անել, Տիգրամեցի գիրքը ուրեմն վերջերս նկատեցի հենց Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում, ինձ շատ գրավեց գիրքը, հետեր եմ իմացել, որ Տիգրամեցի մասին գիրք ունեն, տպագրված եւ այլն, եւ ուսումնասիրեցի, հետո ընկերուս հետ զանգագրատանը մի ուրիշ գրքի շնորհանդեսի միջոցառման էինք ներկա եւ իմանալով իմ այդ հետաքրությունը Տիգրամեցի գրքի մասին, ընկերուհիս հենց տեղում Տիգրամեցի գիրքը հեքիաթին գնում ու նվիրում է ինձ։ Մենք Դավիթը եկանում շատ սիրուն հրապարակում եմ անում, ես Facebook-ում դրա վերաբերյալ եւ այլն, հետո մի շնչով հեքիաթը կարդում եմ եւ նախապես կարդացած լինելով Հայկ Խաչատրյանի Տիգրամեց վեպը, հասկանում էի, թե ինչքան լուրջ մոտեցում է ցուցաբերել Ադրբեջան։ Ամեն անգամ ափսոսում էի, որ չեմ ճանաչել ձեզ։ Եվ այսօր անսպասելի փաստորեն առիթ ունեցած է ճանաչելու, հասկանում եմ, որ հեքիաթը ուսումնասիրությունների հենքի վրա է գրված ամբողջությամբ, այս դրվագը ահա Հայկ Խաչատրյանի մոդել է տեսել, այս դրվագը, այս դրվագի մասերը, հա, եւ այլն, այդ բոլորը գեղեցիկ համադրել էիք եւ շատ հսկայական աշխատանք էր արված, ինչը լավելի է, ինչ գնահատելի է, հարգանքս, հիացումս։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։ Ինձ համար էլի կարևոր, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան գործ եմ անում։ Շատ շնորհակալություն։